Սիրելի աշակերտներ, խաղի ընթացքում, երբ մենք կատարում ենք փոխատեղում, զինվորներն ապահովում են արքաների անվտանգությունը։ Սակայն եթե վերջին հորիզոնականը մնում է անպաշտպան, և մենք կարողանում ենք գրոհել արքային, այդ նույն զինվորները հնարավոր է խանգարեն արքային դիմել փախուստի։ Այսպիսով մենք վերջին հորիզոնականում կարող ենք գրոհել արքային և հասնել հաղթանակի։ Այսպես է ձևավորվում մատ վերջին հորիզոնականում։ Մենք կտեսնենք, որ շատ դեպքերում մատ հայտարարելու համար մենք կիրառելու ենք մարտավարական հնարքներ։ Օրինակ, այստեղ մենք տեսնում ենք, որ մեր նավակները կարող են գրոհել վերջին հորիզոնականը, մեր նավակները երկուսն են, սակայն վերջին հորիզոնականի պաշտպանները նույնպես երկուսն են։ Ուժերը կարծես թե հավասար են, այդ պատճառով մենք պատրաստ ենք զոհաբերել մեր թագուհին, փոխելով այն նավակի հետ, որի ընթացքում պաշտպանը կմնա ընդամենը մեկը, սակայն ինչպես նշել ենք, մեր նավակները երկուսն են։ Այստեղ մենք ունենք ուժերի գերակայություն և կարող ենք գրոհել վերջին հորիզոնականը, փոխանակեցինք նավակները և հաջորդ քայլով վերջին հորիզոնականում հայտարարել մատ, արդեն մեզ ծանոթ դիրքով։ Ինչպես տեսանք, այստեղ մենք զոհաբերեցինք թագուհին, որպեսզի հայտարարենք մատ։ Իսկ կարելի է նաև շեղել մրցակցի խաղաքարերը, նորից օգտագործելով զոհաբերություն։ Օրինակ, այստեղ մենք կարող ենք հարվածել փղին, ունենալ արդեն ֆիգուրի առավելություն, խնդրեմ, մի փիղ ունենք ավել, և եթե մրցակիցը շեղվեց և ընդունեց մեր զոհաբերությունը, վերջին հորիզոնականը մնաց անպաշտպան, և մենք իհարկե կարող ենք շտապել այնտեղ և նորից հայտարարել շախ, արքան չունի փախուստի ճանապարհ, ժամանակավորապես կարող են փակել ճանապարհը, բայց դա երկար չի տևի, նորից վերցնում ենք շախ և մատ։ Վերջին հորիզոնականում մատ հայտարարելու համար հնարավոր է օգտվել մրցակցի ծանրաբեռնված խաղաքարերից։ Սույն օրինակում մեր երկու նավակները պատրաստ են գրոհել վերջին հորիզոնականը, սակայն այստեղ փիղը հսկում է թե մեկ, թե մյուս դաշտը։ Փաստորեն սևերի փիղը ծանրաբեռնված է, նա միաժամանակ կատարում է երկու աշխատանք, և մենք կարող ենք զոհաբերության միջոցով այս ծանրաբեռնված խաղաքարին շեղել։ Այստեղ փիղը ստիպված է վերցնել մեր նավակը և այլևս դադարեց հսկել Ե8 դաշտը, որտեղ կարող է մուտք գործել երկրորդ նավակը։ Նավակ Ե8 և նորից շախ, և նորից զինվորները խանգարեցին իր արքայի փախուստը, շախ և մատ։ Եվս մեկ-երկու օրինակ, այստեղ նույնպես մեր նավակը պատրաստ է գրոհել վերջին հորիզոնականը, բայց այստեղ կա պաշտպան, վերջին հորիզոնականի պաշտպան, և մենք կարող ենք այս պաշտպանին հեռացնել, ինչպես երրորդ դասանում սովորել ենք, պաշտպանի վերացում։ Այս պարագայում դա կարելի է անել զոհաբերելով թագուհին։ Տեսեք զոհաբերություն հնարքը որքան շատ է հանդիպում։ Վերցնում ենք F8, հայտարարելով շախ, այստեղ սևերը ստիպված են ընդունել զոհաբերությունը մատից խուսափելու համար, և վերջին հորիզոնականը մնաց անպաշտպան, քանի որ F8-ում կար նավակ պաշտպանում էր, այժմ փիղը ունակ չէ, և մենք կարող ենք գրոհել վերջին հորիզոնականը, նորից շախ և մատ։ Ի դեպ, այստեղ հարկ է նշել, որ սպիտակներն ունեն անվտանգության պատուհան, և եթե նրանց հայտարարեն շախ վերջին հորիզոնականում, սպիտակ արքան կարող է դիմել փախուստի, ինչը չունեն այստեղ սևերը, տեսեք, սև արքան չունի անվտանգության պատուհան։ Կամ կարող ենք մատ հայտարարել գծային հարվածով, այստեղ մեր նավակը վերջին հորիզոնականում է, նրան, այս նույն գծին կարող է միանալ մեր թագուհին։ Թագուհի F8, շախ, հայտնվեց նույն գծի վրա, ներքո, սևերը ստիպված պետք է ընդունեն զոհաբերությունը, և նավակը շարունակում է իր գծային հարվածը, շախ և մատ։ Այսպիսով մենք տեսանք մարտավարական հնարքների կիրառումը մատ հայտարարելու համար։ Մատ վերջին հորիզոնականում ինչ-որ տեղ նման է ֆուտբոլային խաղի։ Հեռահար խաղաքարը, վերջին հորիզոնականը ենթադրաբար և արքան,
Եվ շատ ժամանակ նրան գրոհում են հեռվից։ It's one. Oh, what a goal! That is sensational. Absolutely outstanding. What a way to make it 600 goals for Barcelona. With a shot, he scored. To put Liverpool ahead. That was absolutely magnificent technique. Այժմ անցնենք վարժություն տետրերի խնդիրներին։ Տրամագիր 1-ում մատ հայտարարենք վերջին հորիզոնականում 2 քայլից։ Ինչպես տեսնում ենք, եւ մեր թագուհին եւ նավակը շտապում են վերջին հորիզոնական։ Եվ այստեղ ծանրաբեռնված է մրցակցի փիղը։ Ինչու՞, քանի որ նա պաշտպանում է եւ նավակին վերջին հորիզոնականում եւ յեութ դաշտը։ Այս առումով կարելի է նրան շեղել այստեղից։ Մենք զոհաբերում ենք թագուհին առաջին քայլով վերցնելով C8 հայտարարում ենք շախ, սևերը կարող են փակել շախի ճանապարհը, բայց այդ դեպքում մենք կշարունակենք հարվածները եւ մատ, գուցե նաեւ նավակով։ Սևերը հավանաբար կընդունեն զոհաբերությունը, փիղը վերցնում է C8 եւ փիղը դադարեց հսկել յեութ դաշտը, վերջին հորիզոնականը, որտեղ կշտապի նավակը մատային ելքով։ Տրամագիր 2-ում նույնպես մատ հայտարենք 2 քայլից, այս պարագայում մենք խաղում ենք սևերով։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել այս կողմնորոշիչ նշանին։ Իսկ սևերի համար վերջին հորիզոնականը կլինի ահա այս հորիզոնական թիվ 1-ը, առաջին հորիզոնականը։ Իմիջիայլոց այստեղ սպիտակներն իրենք են սպառնում մատ հայտարարել 1 քայլից։ Այսպիսով նշենք բազմակետ, սրանով ցույց տալով, որ մենք սևերով ենք խաղում, եւ ուշադրություն դարձնենք, որ մեր թագուհին թիրախավորել է Ե1 նավակին, որը սակայն պաշտպանված է, բայց մյուս կողմից մենք գծային հարվածով, այս նույն գծով, սպիտակ նավակի միջով թիրախավորել ենք Ե1 նավակը։ Եվ ինչպես տեսնում ենք, մեր գծերը միանում են Ե1 դաշտում։ Այս առումով, այո, կարելի է զոհաբերել թագուհին, հայտարարելով շախ, ուշադրություն ենք դարձնում, որ մրցակցի արքան չունի փախուստի պատուհան։ Թագուհին վերցնում է Ե1 շախ, ստիպված պետք է ընդունեն զոհաբերությունը, նավակը վերցնում է Ե1 եւ խնդրեմ գծային հարվածի սկզբունքով սև նավակն է վերցնում Ե1 մատային ելքով։ Կրկնվենք, սպիտակները չունեն անվտանգության պատուհան, այլապես մենք կկորցնենք թագուհի, իսկ այս դեպքում մենք հայտարարեցինք մատ։ Եվ վերջին տրամագիր 3-ում խաղում ենք նույնպես սևերով, մատ հայտարարենք 3 քայլից։ Այստեղ նորից նկատենք, որ մեզ սպառնում են մատ հայտարարել H7 դաշտից, ճիշտ է, կարելի է այս ճանապարհը փակել, բայց սևերն ունեն այստեղ ավելի լավ այլընտրանք զոհաբերությունների միջոցով բացել վերջին հորիզոնականը։ Հիշեցնեմ, սևերի համար սա վերջին հորիզոնականն է։ Դա կարելի է անել զոհաբերության միջոցով։ Թագուհին վերցնում է J2, սա շատ ուժեղ քայլ է։ Նախ նշենք քայլ համար 1, դնենք բազմակետ, հիշելով, որ սևերով ենք խաղում, եւ նշենք մեր առաջին քայլը։ Թագուհի J2 շախ։ Իհարկե արքայով վերցնել չի կարելի, քանի որ նավակը պաշտպանում է։ Սպիտակները ստիպված են վերցնել իրենց նավակով։ Եվ ինչպես տեսնում ենք, վերջին հորիզոնականը բացվեց։ Նավակ վերցնում է J2, իսկ մենք գիտենք, որ վերջին հորիզոնականում մեզ սպասում են հաղթանակներ։ Նավակ B1 շախ, արքան փախուստի դաշտ չունի, հարկավոր է փակել շախի ճանապարհը երրորդ քայլով, եւ մենք այստեղ կարող ենք վերցնել J1-ի նավակը թե B1-ի նավակով հայտարարել մատ, թե J6-ի նավակով։ Եկեք գրենք այս վերջին տարբերակը։ Նավակը վերցնում է J1 եւ մատ։ Մատ վերջին հորիզոնականում։ Շնորհակալություն ուշադրության համար, մինչ նոր հանդիպում։